Բարի օր սիրելի երոստատիրող, այսօր պատրաստելու ենք երկու պաղաթրատոմս, մի հատը շատ հայտնի դակ քինին է, mulled wine-ը, որը շատ հեշտ է պատրաստվում, բայց ուզում եմ ցեզ ցույց տալ, որպեսզի բոլորդ ձեր դներում մանավանդ այս գրամատրության մեջ պատրաստեք ու վայելեք։ Իսկ երկրորդը շատ համով, թթու լավաշով, ընկույզով ռոլեր են պատրաստելու, որը նոր են տան պայմաններում շատ հեշտ է պատրաստվում ու այնքան համով է, որովհետև այն թթու լավաշը, երբ որ իր հետ ավելանում է այդ ընկույզը եւ դեղի այն դարչինի եւ այլն, այնքան համով է դառնում։ Դե ինչ, մնացեք, որպեսզի նայեք ոնց ենք անում այդ ամեն ինչը ու դուք էլ ձեր դներում պատրաստեք։ Այսօր պատրաստելու ենք դակ քինի։ Մեզ պետք է մեկ շիշ կարմիր քինի, մենք օգտագործում ենք քարե, դարչինի փայտիկներ, մեխակ, եւս ցանկության կարող ենք ավելացնել անիս։ Մրգերից մեզ պետք է նարինջ, լիմոն եւ մի քիչ անանուխ օգտագործելու ենք դիզայնի։ Օգտագործելու ենք քարորդ բաժակ մեղր։ Իսկ այսօրվա երկրորդ պաղաթրատոմսը պատրաստելու ենք թթու լավաշով, ընկույզով փաթաթուկներ։ Մի բաժակ ընկույզ, 1 թեյի գդալ դարչինի փոշի, 1 ճաշի գդալ շաքարավազ։ Իսկ որն ենք առաջինը անելու, ուրեմն պետքա փաթաթելը առաջինը անենք, որով ուզում եմ մի քիչ սառնարանում ինքը կանգնի կամ մնա, որ բաղի ու հետո կտրատենք ու տեսնենք ոնց է լինում։ Դրա համար ես ստեղից վերցնելու եմ մեր sweet Nella-ի պաստղները կամ թթու լավաշները։ Հələ մի հատ հանենք, մեր թիմատ շարենք, դեքի ես եսի ամեն մեր պերելիվներում ուտում եմ, կամ որ չեմ թիմանում, ես թթու պաստղ շատ եմ սիրում, իսկ sweet Nella-ին շատ եմ հավանել, դենց այդ թթվաշությունը բանը շատ համով է, բայց այսօր ուզում եմ դենց ինչ-որ հետաքրքիր ուտեստ պատրաստել, որ երբ որ դուք պաստղ ունենաք ձեր տանը, այսպիսի համովություն պատրաստեք եւ հյուրասիրեք։ Հիմա ամանոր է, մեր սեղանները պետք է լինեն լիքը, ես բացեցինք։ Այդքան հետաքրքիր է լինելու հիմա գործողության ժամանակ։ Մի հատ ընկույզը մեջտեղից հանենք։ Մի հատ խորը աման եմ բերելու, որպեսզի այդ ամեն միքսչուրը իրար մեջ խառնենք։ Ընկույզը ավելացնում եմ։ Այս ընկույզի վրա ավելացնելու եմ շաքարը եւ դարչինը ու մի քիչ մեղր, ու մի քիչ լավ իրար հետ խառնելու եմ, որ իրանք սենց միահապաղ բռնվեն իրար։ Ավելացնում եմ դարչին։ Շաքարավազ, մի քիչ։ Ու մեղր։ Լավ խառնում ենք իրար։ Մեր միջուկը պատրաստ է։ Արդեն կարող ենք շարունակել։ Ուրեմն բացում ենք, շարունակում ենք ավելի ճիշտը բացել մեր հետաքրքիր լավաշները։ Հիմա միջուկն ենք դնում ու փաթաթենք։ Սենց դնում ենք ամեն ինչ, որպեսզի հետո փաթաթենք։ Մեզ հիմա պետքա դակչուր, գնում ենք մեր սիլից դակչուր ենք բերում, որպեսզի որ մեզ երբ որ փաթաթենք, մի քիչ ձեռքով տնենք, դակ լինի ու ինքը ամուր բահի։ Կարանք մի քիչ դենց թքալով տնեմ, աստեղ տակ, ես ամենավերջում։
Ու արդեն գնում ենք առաջ։ Ես մի հատ ինձ պատրաստ է։ Անցանք երկրորդին։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչքան համով է լինելու։ Ես ինձ համար իդեալական քաղցրավենիք է երևի։ Ուրիշ բան չի ուտի։ Հիմա այս մեր պատատածները սառնարան ենք դրում, մի քիչ ամբրանա, այստեղ մաքրենք ու արդեն անցնենք մեր մուլդ վայնին, այսինքն դակ քինին։ Այստեղ ունենք մեխակ եւ դարչին մարանիկից, ես այստեղ մի քիչ դնում եմ, պատրաստում եմ, մի քիչ է դարչին։ Ուրեմն ընդհանրապես դնում ենք, երբ որ եփում ենք, ու մեկ էլ ավելացում ենք ամենավերջում, երբ որ բաժակները պետքա հյուրասիրենք։ Այսինքն ես հիմա ինչ որ գծադելու եմ, ավելացնելու եմ իրականում քինիի մեջ ու մի քանի սլայս կամ շերտ թողելու եմ, որպեսզի վերջում, երբ որ պետքա հյուրասիրեմ, իրա վրա ավելացնեմ։ Այսպիսի շերտեր ենք անում։ Հիմա լիմոն, ես էլ կիսում եմ։ Իսկ հիմա ամենակարևոր պաղաթիչը պետքա բերենք մեր քինին, դե իհարկե մենք քարե քինին ենք օգտագործում, մեր գործընկերը, որի կարմիր քինին հեքիաթային համով է, իրականում այդ օրը մեր դանել տարել էի եւ ես եւ ամուսինս իրականում վայելեցինք, մոռացա ասեմ, ու շատ համով էր։ Այսինքն ոչ թե միայն ճաշել եմ օգտագործում եւ խմում եմ, հաղորդում, այլ եւ դանն եմ խմում։ Մեր քինին ունենք քինին տրեցինք հիմա նարինջները լիմոնները դարչինները, մեխակը, և մեղրը։ Մի քիչ խառնում ենք ու թողում ենք երա։ Տեսա՞ք ինչքան հեշտ է։ Հիմա մենք անհամբեր ենք, որպեսզի խմենք։ Դե ինչ, տեսնում ենք արդեն լավ երած, այդ համերը սաղ իրար դվեց, արդեն մենք պատրաստ ենք, կարող ենք մեր այս անուշիկ երկու բաժակները լցնել։ Մի երկու հատ էլ տենց անուխ եմ դնում, ես սիրում եմ տենց անուխ դնել։ Ինքը տենց ավելի թարմացնող համ ու հոտ է տալիս ու քույն։ Դե ինչ, մեր տաք քինին արդեն պատրաստ է։ Դե ինչ սիրելիներս, ահա մեր դակ քինին պատրաստ է,
Չմոռանաք մեզ ամեն օր սպասել ժամը 9-ին եւ ժամը 17:00 Կենտրոն TV եթերում այնքան համովություններ ենք պատրաստելուց է սպամանորի եւ դոնական արիթների եւ ընդհանրապես, քանի որ հատուկ ցանկ են պատրաստել ցես համար, սոպած չտոնեք եւ անշուշտ բաժանորդակրվել մեր YouTube-ան ալիքին, որպեսզի բաց չտոնեք ոչ մի հաղորդում։ Հիմա ուզում եմ խմեմ ձեր հետ, քան որ անհամբեր եմ։ Դե ինչ ասենք։ Սկսենք լավ բաներ մաղթելու։ Լավ դարյա լինելու 2026-ը։ Yummy է, շատ yummy։ Իրականում սենց համովություն չէինք ստանա, եթե քարեն այնքան համով չի լիներ։ Վաու, հələ մի հատ նայեք, եթե գիտեմ, որ մոդիկանան, կնայեք։ Վաու։ Դե ինձ սիրելիներս, ամեր լավաշով պատատած ընկույզներն էլ է պատրաստ, հիմա արդեն ուզում եմ ես ուտեմ, անհամբեր եմ, հանում եմ նայլոնը, որպեսզի կարողանամ ուտել։ Շատ համով։ Իրականում այդ լավաշի տտվաշությունը մեջի ընկույզի եւ շաքարի համը իրար հետ իդեալական։ Շատ համով է։ Անպայման պատրաստեք։ Ես ձեզ բարի խորժակ եմ մաղթում, վաղ կհանդիպենք։